Պարոն Օրբելյան, դուք այսինքն համաձայն չեք, որ Զեյնալյանը եւ Վարդանյանը չմասնակցեն այս քննարկմանը։ Մեր խնդիրը հետևյալն է, նայեք, մենք ինչ ենք բարձրաձայնում, ասում ենք սահմանադրական դատարանը բաղկացած է 9 անդամից սահմանադրությամբ ուղիղ նախատեսված է։ Սահմանադրական դատարանի լիազորությունները ըստ սահմանադրության սահմանվում են բացառապես սահմանադրությամբ։ Կազմավորման կարգը, աշխատակարգը սահմանվում է նաև օրենքով։ Հիմա սահմանադրության մեջ անհնարինության բացարկի հրաժարվելու որևէ կառուցակարգ չկա եւ բոլորը տեսակ, որ սա ոչ թե բացարկ է, այլ դատավորներից մեկը, եթե կասկած է տեսնում, որ այն դատավորը կամ անձամբ ինքը անհնարինության խնդիր կա, բարձրաձայնում եւ քվեարկվում է։ Բացարկի ինստիտուտը կամ ինքնաբացարկի ինստիտուտը իր բովանդակությամբ լրիվ ուրիշ երևույթ է, այսինքն ըստ էության բացարկը որպես կանոն ոնց են հայտնում, դատավորը գտնում է, որ ինքը ունի կողմնակալություն եւ ինքը ինքնաբացարկ է հայտնում, կամ բացարկ են հայտնում եւ ինքը համաձայնվում է այդ բացարկի հետ, սա այդ ինստիտուտի հետ կապ չունի։ Հիմա հաշվի առնելով, որ սահմանադրական դատարանում քվեարկության արդյունքները որոշումներ ընդունվում են այլ մեծամասնությամբ, քան այլ դատարաններում, եւ չկա փոխարինողի ինստիտուտ, օրինակ միևնույն եթե դատավորը ունենում է կողմնակալություն, ինչ որ ոնց են իր ազգային դատարանում նախկինում դրանով որոշում է կայացրել, գործում է փոխարինող դատավորի ինստիտուտը։ Այստեղ ստացվում է, որ մենք ունենում ենք մի իրավիճակ, որտեղ դատարանի որոշումը կայացնելու են 7 հոգով։ Հիմա խնդիրը չի կայանում նրանում քանի հոգի են, այլ այն, որ սահմանադրությունը ուղղակի նախատեսել է ինչ մեծամասնությամբ որոշում պետք է կայացվի եւ ըստ էության ցանկացած որոշում պետք է կայացվի 5 հոգով։ Այսինքն, եթե որոշեն բավարարել 5 կողմ պետք է լինի, որոշեն մերժեն 5 կողմ պետք է լինի։ Եվ մենք կարող է հայտնվենք մի իրավիճակում, դա լրիվ օբյեկտիվ իրավիճակ է, որտեղ չկարողանան որոշում կայացնել, որովհետեւ օրինակ լինի 3-4 7 հոգին հանգիստ կարող են ուղղակիորեն սահմանված է ձեռնպահ մնալու արգելք եւ արդյունքում այս խնդիրը առաջանում է։ Հիմա ինչա տալիս դատավորի մասնակցության անհնարինությունը։ Վտանգույն սցենարում այդ անձը եթե մասնակցեր, եթե տեն շատ կողմնակալ լիներ, եթե խախտեր իր դատավորի կարգավիճակից բխող իր տամանը այդ պատասխանատվությունը պետք է դեմ քվեարկել։ Այսինքն արդյունքում բան չի փոխվում։ Օգուտ չի տալիս այդ հեռանալը բան իմաստով, հա, այնց կողմի իրավունքների պաշտպանության տեսակետից։ Միևնույն ժամանակ բայց միևնույն ժամանակ այդ երկու դատավորները ըստ էության պատասխանատվություն չեն կրում այս որոշման հետ կապված, խուսափում են մասնակցելուց գործընթացից, ընդ որում իրենք չեն որոշել է սահմանադրական դատարանը։ Ներողություն ավարտեմ, եւ մենք ունենք մի իրավիճակ, երբ գործընկերները ներկայացրեցին նաև Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինությունը եւ մենք տեսնում ենք նաև այստեղ, չասեմ երկակի ստանդարտ, բայց անհասկանալի մոտեցում։ Ընդ որում այն հավելյալ տեղեկատվությունը, որը քննարկվեց այսօր, բարձրաձայնվեց, պարոն Արծվիկ Մինասյանը ներկայացրեց։ Այդ տեղեկատվությունը պետք է նաև մյուս երկու դատավորները, ովքեր չեն մասնակցում, նույնպես լսեին եւ նույնպես մասնակցեն անհնարինության քննարկմանը, որովհետեւ դատավորի անհնարինության քննարկմանը մասնակցում են բոլոր դատավորները։ Ոչ միայն այնպես չի էլի, որ որոշեցինք ես չեմ մասնակցում, հետո հաջորդով որոշեցինք ես չեմ մասնակցում, բոլոր 9-ը որոշում են բոլոր դատավորների անհնարինության հարցը։ Այսինքն հետեւաբար մեր միջնորդությունը հետեւյալն է, ընդհանրապես սահմանադրական դատարանում սահմանադրաիրավական գործող կարգավորումների շրջանակներում ոչ թե պետք է դատարանի կազմը կրճատվի, այսինքն դատավորների անհնարինություն լինի, այլ պետք է ամբողջ կազմով գործի, ըստ էության դատավորները պետք է փորձեն դրա շրջանակներում ապահովել իրենց անաչառությունը, մնացած դատավորները պետք է հաշվի առնեն պոտենցիալ կապերը ասեմ, նախասիրությունները ասեմ եւ իրենց քննարկումների ժամանակ դա հաշվի առնելով ոնց որ որոշում են։ Այս դեպքում ձեր նախնական գնահատականը կամ կարծիքը գնահատական չի կարող տալ։ Դուք դիմում եք ներկայացրել սահմանադրական դատարան նույն, ասենք, պարոն Վարդանյանի եւ պարոն Զեյնալյանի հետ կապված, չէ՞, ով է ներկայացրել։ Չէիք ներկայացրել, որտեղ ձեր դիմումներն են։ Ախր հենց այդ ամբողջ խնդիրը նայեք։ Ախր Տիկին Սաֆարյանն էս նույն բանը արեց, ինչ որ դուք հիմա անում եք։ 7 իրարից տարբեր, կարող է իրար հետ շատ լավ աշխատող, իրար հետ նույն գաղափարական հենք ունեցող որոշ հարցերի վերաբերյալ, որոշ հարցերով տարբեր կարծիք ունեցող 7 տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնում, դաշինքների կուսակցություններ ներկայացրել են դիմումներ։ Դրանցից յուրաքանչյուրը առանձին դիմում է, առանձին դիրքորոշումով, առանձին հիմնավորումով, առանձին կողմ է։ Հիմա ես անձամբ ներկայացուցիչների մեծամասնության հետ ունեմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ, ընկերական հարաբերություններ, գործընկերային։ Մի մասին չեմ ճանաչում, բայց ունենք հեռակա հարգանքի պարոն Վարդանյանի եւ պարոն Զեյնալյանի մասին դեր նախնական դիրքորոշման մասին։ Դուք չեք ունեցել այդպիսի դիրքորոշում։ Դա խնդրեց եմ ասում չկա, պետք է մի բան հարց տալուց, երբ որ դուք հարց եք տալիս եւ այդ հարցի մեջ պնդում եք, դա ներառում։ Ճիշտ կլինի միջև էլ ճշտել։ Առաջին հարցը կլիներ ներկայացրել եք արդյոք դիրքորոշում, որ պետք է անհնարին լինի։ Ես ասում եմ ոչ, չենք ներկայացրել։
ոչ մեկը չի ներկայացրել իրենց անհնարինության մասով։ Մենք որևէ մեկի մասով չենք ներկայացրել։ Սահմանադրական դատարանը դիմումների քննություն է դրել, օրինակ նաև նշելով, որ կուսակցություններից ստացված դիմումներն են։ Կուսակցություններից կարող է դիմումներն են քննարկել։ Կրկնում եմ, մենք, ես, Արամ Օրբելյանը, փաստաբան, իմ գործընկերը Վահեն Գրիգորյան, հա, իրավաբան, Էլինա Վարդանյան իրավաբան չենք ներկայացրել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության անունից որևէ այլ անձ նույնպես չի ներկայացրել։ Խնդիրը կրկնում եմ նրանում չի, որ մենք գտնում ենք կա անաչառություն, թե չկա անաչառություն։ Խնդիրը նրանում չի, որ մենք գիտենք, որ կա որոշակի աֆիլիացիա, հա, այսինքն Վլադիմիր Վարդանյան եղել է ԿՊ ցուցակի այն պրայմերիս, որ անց են կազմում, ցուցակի մեջ անցել է։ Մենք գիտենք, որ Զեյնալյան Արտակը եղել է Հանրապետության կուսակցության ակտիվ մասնակիցներից եւ ակտիվ աջակցել է քաղաքապետարանում, գործընթացներին, ընտրություններին եւ այլն։ Մենք գիտենք, որ Սեդա Սաֆարյանը նախորդ ընտրությունների ժամանակ եղել է Շիրինյան Բաբաջանյան դաշինքի 3-րդ համարը, իր եղբայրը եղել է 5-րդ համարը, ինքը ունի անձնական վերաբերմունք մասնակցող որոշ քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։ Բայց դա կրկնում եմ, մեր միջնորդությունը ոչ թե վերաբերվում է նրանց, որ բոլորը անաչառ են եւ ոչ մի խնդիր չենք տեսնում, մենք խնդիր տեսնում ենք սահմանադրական դատարանի այսօրվա կազմի հետ ամբողջությամբ։ Բոլոր դատավորները բացի Արման Դիլանյանից, նախագահողից նշանակված են մեկ քաղաքական ուժի ժամանակ։ Նման իրավիճակ մեկ էլ եղել է 95 թվականին, երբ որ ձևավորվել էր։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր բոլորը ներկայացված։ Դրանից հետո ժամանակի ընթացքում ունեցել ենք տարբեր ժամանակ, տարբեր աշխարհակաղակական, քաղաքական իրավաքաղաքական մոտեցումներ ունեցող դատավորներ, հա, այսինքն ավելի լիբերալ, ավելի պահպանողական, ավելի, ոնց ասենք, պետական կառավարման ինչ որ ընդլայնելու ավելի դեպի լիբերտարիանական ուղղություններ ունեցող դատավորներ, տարբեր ժամանակներում, տարբեր քաղաքական լայն իմաստով այդ բառի, ոչ կուսակցական իմաստով մոտեցումներով։ Մենք 20 թվականից հետո այնպես փոփոխությունների արդյունքում իրականացված գործընթացի արդյունքում բոլոր դատավորները կրկնում են բացի Արման Դիլյանից նշանակված է մի քաղաքական ուժի կողմից։ Եվ այստեղ մենք տեսնում ենք խնդիր, բայց ինչ, հիմա մենք ասենք դատավորներ չմնան, որովհետև 5 ձայնա պետք որոշում ընդունելու համար, դե բերեք մի հոգով թող քննարկի, պարոն Դիլանյանը։ Այդ արդյունքում մենք չենք ունենա որոշում։ Եթե չունեցանք որոշում, դա ակնհայտորեն ավելի վատ է, քան թե այդ որոշում ունենանք, որը փոքր շանս կա, որ անաչառ որոշում կլինի։ Մանավանդ, որ մեր դիմումը ունի շատ պարզ մաթեմատիկական բանաձև, այսինքն եւ ազդեցությունն է շատ հստակ, երբ որ կհասնի մեր դիրքորոշումը կներկայացնենք, բայց ակնհայտ է, որ ակնկալում ենք, որ առնվազն են փոքր մասով բավարարվելու է, իսկ իրականում մեծ շանսեր կան, որ ամբողջ ծավալով է բավարարվելու։ Հիմա ինչքանով անաչառությունը կազդի կամ չի ազդի ուրիշ հարց է, բայց կրկնում եմ, դատարան չլինելը միշտ ավելի վատ է, քան վատ դատարան ունենալը։ Ձեր հարցին պատասխանեցի, մենք չենք դիմել։ Մնացած դիմողները միգուցե դիմել են կամ ինչ ծավալով են դիմել, ոչ թե միգուցե գիտեմ, որ դիմել են տարբեր մասնակիցներ, բայց ես ինչպես հասկանում եմ, այս հարցի քննարկման դատարանը նաև պարզաբանեց, որ ըստ էության բացարկի ինստիտուտը չի սա, եւ դատավորն է բարձրաձայնում։ Եվ ըստ էության Դավիթ Խաչատրյանն է բարձրաձայնել 3 դատավորների մասնակցության անհնարինության հարցը, ինչպես պարզաբանվեց, բարձրաձայնել է Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինությունը, դրել քվեարկել են ինչ որ հանգամանքներ հաշվի առնելով, ինչ որ հանգամանքներ այսօր բարձրաձայնեցին, որոնք նախկինում տեղյակ չէին եւ հաշվի չէին առել, եւ դրանից հետո 2 հոգին քվեարկեցին, 2-ի անհնարինությունը քվեարկվել է, ստացել է համապատասխան ձայներ, 3-ինը չէ։ Ընդ որում մենք ես ինչպես նշեցի, որոշակի հանգամանքներ այսօր էին բարձրաձայնվել եւ այսօր այդ բարձրաձայնված հանգամանքների հաշվառմամբ պետք է նաեւ ողջել արդյոք այն 2 դատավորները ու մասնակցությունը անհնարին է, իրենք տեսնում են արդյոք Սեդա Սաֆարյանի անհնարինության հարց, որպեսզի բարձրաձայնեն եւ քննարկվի։ Ուրիշ հարցեր։ Պարոն խոսեց այն մասին, որ Սեդա Սաֆարյանը նախկիններին վերադարձ չի լինելու։ Դուք որպես կողմ ծանոթ եք այդ հայտարարությանը, թե ոչ, եւ ինչպես եք ընկալում Սաֆարյանի այս հայտարարությունը։ Սաֆարյանը ունի ընդգծված անձնական բացասական վերաբերմունք, տվյալ դեպքում իմ կողմից ներկայացվող ԲՀԿ-ի առնվազն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։ Ես նախկինում կամ այո, որ ինքը փաստաբանական գործունեություն էր, փաստաբանական դիմացի կողմեր ենք նաև մարտի 1-ի գործով, բացի նրանից, որ ունենք հակադրվող կողմերի ներկայացություն, ես կարող եմ պնդել, որ իր պնդումներում կա որոշակի անձնական վերաբերմունք նաև
Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մասով, ընդ որում դա ոչ միայն փաստաբանական գործունեության ծավալներից է բխում, դա բխում է նաև ոնց էր կոչվում փաստահավաք խմբի շրջանակներում իրականացված գործունեությունից, բայց ես մեր այսօրվա միջնորդությունը կրկնում եմ, դրան չէր վերաբերվում։ Մենք ամենամեծ խնդիրը ես այս process-ի մեջ տեսնում եմ ոչ թե անձանց հետ կապված, այլ եթե մենք տենց ամբողջական ենք նայում, այլ այն, որ ինքը եղել է պատգամավորի տեխնացու, մի քաղաքական ուժի, ով այսօր դիմումատու է։ Այսինքն դիմումատու է, դիմում է ներկայացրել քաղաքական ուժն, որում լավ է արել ներկայացրել է, բացասական չեն վերաբերվում այդ հանգամանքին, եթե իրենք գտնում են, մենք էլ ենք գտնում, որ իրավ խախտվել է, տարբեր խախտումներ են տեսնում, անհրաժեշտություն կար համապատասխանաբար ներկայացնել։ Հիմա ինքը լինելով այդ քաղաքական ուժի ցուցակի համար երրորդը կամ այդ ուժի եւ հանուն հանրապետության կուսակցության մասին է խոսքը եւ Շիրինյան Բաբաջանյան դաշինքի երրորդ համարը 21 թվականի ընտրություններում իր եղբայրը 5-րդ համարն էր եւ ըստ էության իր վարքագիծը այս պահի դրությամբ ցույց է տալիս, որ նրա փորձ է արել ըստ էության ձեռք բերել ապացույցներ հիմնականում հենց այդ դիմումի շրջանակներում, ըստ էության կքննարկենք հիմա նյութերը, երբ որ բոլորը կտեսնենք, այդ դա առաջացնում է որոշակի կողմնակալության ընկալում։ Բայց ելի եմ ասում, մենք բարձրաձայնելով, տեսնելով, գիտակցելով այդ խնդիրը, միևնույն ժամանակ մեր մասնագիտական մոտեցումն է, սա միայն այդպես ճաշակների հարց չէ, էլի, մենք դուր է գալիս, դուր չի գալիս, այսօր սենց է հարմար վաղանից, մենք գնահատել ենք, որ դատարանում անհնարինությունը առաջացնում է իր խնդիրները։ Չենք ունենում ամբողջ կազմով դատարան, կրկնում եմ, ամեն ինչով հանդերձ։ Պետք է ժողովուրդը տեսնի այն դատարանը, այն կազմը, որ որոշում է կայացնելու։ Եվ վերջի վերջո դատարանը կամ պետք է մերժի, կամ պետք է բավարարի։ Երկուսի համար էլ անհրաժեշտ է 5 ձայն։ Մենք եթե վերջում ավարտվեց, որ 4-3 ու չենք կարողանում ավարտենք, մենք վերադառնալու ենք այս հարցին։ Ու ես ակնկալում եմ, որ լինելու է 7-0 կամ 6-1, բայց ամեն դեպքում դրան բավարարելու օգտին, հա, ամեն դեպքում ինչ որ։ Բայց կրկնում եմ, եթե հիմա այդպես դեմը մի հոգել պետք է դեմ լինի, էլի բաներ։ Այդ դիսերտացիայի պաշտպանության ժամանակ են որ վերջում մի հատ են սև գնդակա լինում, ասում են, ես ինչ ասում եմ, մի հոգել դեմ պետք է լինի, հիմա էսա։ Ուրիշ հարցեր։ Որ դե ինչ տարբերություն, եթե Սեդա Սաֆարյանն էլ է մասնակցում, թող Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանն էլ մասնակցում։ Մա կարող ենք այսպես էլ ասել, լավ, մեր բնդումը դա չի, բայց կարող է այսպես էլ լինել։ Վարդանյանին եւ Արտակ Զեյնալյանին ճակերտավոր ասած փրկեցին այս Մա բան չանեմ, չգնահատեմ փրկեցին, չփրկեցին, անհնարինությունը ինչով էր պայմանավորված, գնահատական չտամ, սա ոնց որ մի քիչ հիմա ինչ դրդապատճառներով, պետք է ենթադրենք, որ սահմանադրական դատարանի դատավորները քննարկելուց առաջնորդվել են սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով, ձևակերպումը, որ ունի կողմնակալ վերաբերում կողմին մի քիչ սահմանափակում է, այսինքն ըստ էության իմ կարծիքով կրկնում եմ այդ ինստիտուտը կիրառման ենթակա չի սահմանադրական դատարանում, բայց ամեն դեպքում հիմա ունենք այն ինչ ունենք։ Մեր խնդիրն էր բարձրաձայնել, ընդ որում ինչպես տեսակ զեկուցող դատավորը ներկայացրեց, որ շատ հետաքրքիր ուղղություն էր, ես բանի առումով չեմ ասում, ըստ էության հարցադրում էր, որը շատ հաճախ ոնց որ կիրառվել է եւ շատ հաճախ կարող է նաեւ քննարկման առարկա չի դառել, բայց երբ որ մենք դիտում ենք, լավ, մենք նստել քննարկել ենք, անհնարինության հարց բարձրացնենք, երբ որ հասկացել ենք, որ անհնարինության հարց բարձրացրեցինք, լավ, Սեդա Սաֆարյանին էլ հետո անհնարինություն եղավ, հետո անդամներից եւս 2-ին կամ 3-ին անհնարինության հարց եղավ, հետո ինչ պետք է անենք, ասենք դատարան չունենք, դա մենք Կամ ունենալու ենք նորից մենք եթե նույնիսկ իրավական տեսակետից ամենա ոչ անաչառ դատավորն էլ միշտ շանս ունի շատ չնչին կողմ քվեարկել քո ասածին, երբ որ ինքը մասնակցում անիստին։ Եթե ինքը չի մասնակցում, այդ երաշխավորված կողմ չի քվեարկելու։ Ոնց որ չկա, ընդհանրապես չկա, հա, ասենք այդ տարբերակով նայենք։ Էլ եմ ասում, խնդիր տեսնում ենք։ Չեմ ուզում պատկերացում լինի, թե մենք ընդհանրապես խնդիր չենք տեսնում սահմանադրական դատարանի կազմի հետ։ Խնդիր տեսնում ենք, բայց դա ավելի գլոբալ խնդիր է եւ այդ խնդիրը ավելի մեծ հարց է, քան այսօրվա ընտրությունների, ասենք ասենք արդյունքների ամփոփման դատավարության ընթացքում առաջացած խնդիրները։